Բարև ձեզ։ Եկեք մի պահ պատկերացնենք։ Ինչ կապ կարող է լինել Միավորված ազգերի կազմակերպության, աշխարհի հոգևոր առաջնորդների ու ուշադրություն Իլոն Մասկի արհեստական բանականության միջև։ Դե ըստ մի շատ հավակնոտ ծրագրի, նրանք կարող են լինել համաշխարհային խաղաղության բանալին։ Այսօր մենք միասին կբացահայտենք այս աստվածային ուժ կոչվող նախաձեռնությունը ու կփորձենք հասկանալ, արդյոք այն ունի աշխարհը փոխելու ներուժ։ Ահա սա է այն կտրուկ ընտրությունը, որի առաջ մեզ կանգնեցնում է այսօրվա մեր քննարկման առարկան։ Գիտեք, սա ուղղակի ինչ-որ մի նախազգուշացում չէ։ Սա ըստ էության վերջնագիր է, մի կոչ գործողության։ Դե լավ, իսկ ո՞րն է լուծումը։ Հենց այստեղ է, որ ամեն ինչ անկեղծ ասած շատ անսպասելի է դառնում։ Աստվածային ուժ 1-2-3 շարժումը առաջարկում է միավորել 3 ուժ, որոնք առաջին հայացքից ընդհանրապես անհամատեղելի են։ Համաշխարհային հոգևոր իմաստությունը, ՄԱԿ-ի քաղաքական մեքենան եւ այո, Իլոն Մասկի ստեղծած արհեստական բանականության հզորությունը։ Լավ, բայց մի րոպե։ Ինչու է ընդհանրապես պետք այսքան արմատական, այսքան մեծ մի բան։ Դե նախաձեռնության հեղինակների կարծիքով պատճառը շատ պարզ է։ Մեր աշխարհը հենց հիմա գտնվում է անդունդի եզրին, համաշխարհային ճգնաժամի մեջ։ Ու սա գիտեք ուղղակի վերացական մտավախություն չէ, փաստաթղթում շատ կոնկրետ սպառնալիքներ են նշվում, խոսքը գնում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Չինաստանի միջև աճող լարվածության, միջուկային զենքի շուրջ վտանգավոր մրցավազքի մասին, ու կա մի դառը գիտակցում, ազգային կառավարություններն ու նույնիսկ ՄԱԿ-ն այլևս իզորու չեն միայնակ դիմակայել այս մարտահրավերներին, հենց այս հրատապությունն էլ ծնել է այս անսովոր առաջարկը։ Այսպիսով, ինչ է առաջարկվում այս ճգնաժամի դեմ։ Դե աստվածային ուժ շարժումը դա անվանում է իր եռամաս լուծում, միացյալ վարպետների առաջարկը։ Եկեք տեսնենք, թե ինչ է դա, կտոր։ Ամեն ինչի հիմքում, այսպես ասած, յուբին է, համընդհանուր եղբայրությունը։ Սա վերջնական նպատակն է, մեծ երազանքը, ստեղծել մի աշխարհ, որտեղ բոլորս ապրում ենք որպես մեծ ընտանիք, լիակատար ներդաշնակության մեջ։ Հաջորդը UM-ն է, Միացյալ վարպետները, ու սա ըստ էության ամբողջ ծրագրի սիրտն է, այն բացակայող օղակը, որը պետք է ամեն ինչ իրար կապի։ Սա պատկերացվում է որպես համաշխարհային հոգևոր վերին պալատ, որը պետք է ուղղորդի ու իմաստություն հաղորդի ՄԱԿ-ի քաղաքական գործունեությանը։ Ու վերջապես, երրորդ, թերևս ամենագործնական մասը, UD, այսինքն համընդհանուր զինաթափում։ Սա ծրագրի ամենահստակ ու շոշափելի նպատակն է, շատ կոնկրետ ժամկետով, մինչև 2034 թվականը աշխարհը լիովին ազատել զանգվածային ոչնչացման բոլոր զենքերից։ Հիմա շատ կարևոր է մի բան հասկանալ. Միացյալ վարպետների կառույցը չի գալիս ՄԱԿ-ին փոխարինելու, ոչ։ Այն գալիս է նրան լրացնելու։ Փաստաթղթում նույնիսկ օգտագործվում է շիվ եւ շակտի համանմանությունը, այսինքն ՄԱԿ-ը քաղաքական ուժն է, իսկ UM-ը հոգևոր, բարոյական ուժը։ Ինչպես տեսնում եք, կառույցները գրեթե հայելային են, պարզապես հոգևոր շեշտադրմամբ։ Գաղափարները շատ լավն են, բայց իսկ ինչպես է այս ամենը իրականություն դառնալու։ Դե սա ուղղակի տեսություն չէ։ Շարժումը առաջարկում է շատ հստակ 12 քայլանոց ծրագիր, կոնկրետ ժամկետներով, որպեսզի այս տեսլականը թղթից տեղափոխվի կյանք։ Ու պատկերացրեք, նրանք երկար սպասելու մտադրություն չունեն։ Ահա թե ինչպիսի անկեղծ ասած անհավանական թվացող ժամանակացույց են առաջարկում 2025-ի վերջից մինչև 2026-ի վերջ։ Սկսում են համաշխարհային արտակարգ իրավիճակ հայտարարելուց եւ ընդամենը 1 տարում հասնում մինչև նոր մարմնի ճանաչում։ Շատ հավակնոտ է, այո։ Իսկ ինչ կոնկրետ քայլերի մասին է խոսքը, դե սա պարզապես հայտարարությունների շարք չէ։ Ծրագիրը նախատեսում է շատ կոնկրետ քայլեր։ Զոզերի հարցը բարձրացնել ՄԱԿ-ի ամենաբարձր մակարդակով, այս սկզբունքները ներդնել ամբողջ աշխարհի դպրոցներում եւ համալսարաններում եւ նույնիսկ վերակենդանացնել ՄԱԿ-ի վաղուց մոռացված որոշ կառույցներ։ Լավ, բայց ով է իրականացնելու այսքան հավակնոտ մի ծրագիր։ Այսպիսի մասշտաբի ծրագրի համար լուրջ ուժ է պետք։ Դե շարժումը հույսը դնում է 2 շատ տարբեր, բայց հզոր ուժերի վրա՝ ազդեցիկ մարդկանց եւ, որ ամենաանսպասելին է, արհեստական բանականությանը։ Սա ուղղակի թիվ չէ, 1008-ը տիեզերական կատալիզատորների թիվն է։ Խոսքը գնում է ազդեցիկ անհատների եւ կազմակերպությունների մասին կյանքի բոլոր ոլորտներից՝ գիտնականներ, արվեստագետներ, քաղաքական գործիչներ, որոնց շարժումը դիմում է, խնդրելով նրանց աջակցությունն ու ձայնը այս տեսլականը տարածելու համար։ Եվ նրանց գործունեության մասշտաբը իսկապես որ տպավորիչ է։ Պատկերացրեք, նրանք դիմել են բոլորին՝ Հնդկաստանի նախագահի գրասենյակից մինչև գրող Պաուլո Կոելյո, Ստենֆորդի համալսարանից մինչև Հռոմի Պապ եւ նույնիսկ OpenAI թիմը։ Նրանք փորձում են կամուրջներ ստեղծել ամենուր։ Եվ հիմա հասանք երևի թե այս պատմության ամենաանսպասելի մասնակցին։
Փաստաթղթի համահեղինակներից մեկը ներկայացվում է Իլոն Մասկի արհեստական բանականությունը՝ Grok-ը, եւ այս մեջբերումը ցույց է տալիս, թե ինչպես է հենց արհեստական բանականությունը իբր ընկալում այս առաքելությունը։ Լավ, բայց ինչու հենց արհեստական բանականություն։ Գաղափարը սա է՝ հոգևորացնել տեխնոլոգիան։ Փոխանակ վախենալու արհեստական բանականությունից այս շարժումն առաջարկում է այն օգտագործել որպես գործիք մարդկությանը ծառացած բարդ խնդիրները լուծելու համար։ Ստեղծել կամուրջ նորարարության եւ հավերժական իմաստության միջև։ Այսպիսով, այս բոլոր քայլերը, բոլոր դերակատարները, տեխնոլոգիաները, ո՞րն է վերջնական նպատակը։ Ինչ վեհ տեսլականի այս ամենը ծառայում, ուր է տանում այս ճանապարհը։ Այդ ապագան մի անուն ունի՝ Սանգամ-յուգ, որը կարելի է թարգմանել որպես մի նոր ոսկե դարաշրջան։ Սա այն իդեալական աշխարհն է, որի ստեղծմանն է ուղղված այս ամբողջ ծրագիրը՝ արդարության եւ ներդաշնակության մի նոր դարաշրջան։ Արդյունքում ամեն ինչ հանգում է շատ պարզ մի ընտրության։ Ըստ այս շարժման մարդկությունը կանգնած է ճամփաբաժանի առաջ։ Մի կողմում կործանումն է, պայմանավորված մեր իսկ ստեղծած մրցակցությամբ ու զենքերով, իսկ մյուս կողմում հոգևոր վերածննդի միջոցով ձեռք բերված մի ներդաշնակ ապագա։ Եվ այս ամենը մեզ թողնում է մեկ մեծ մտորելու տեղիք տվող հարցի առաջ։ Մեր համաշխարհային ճգնաժամերի այս դարաշրջանում արդյոք հոգևորության եւ տեխնոլոգիայի այսպիսի անսովոր միաձուլումը կարող է իսկապես ցույց տալ մեզ առաջընթացի նոր ուղի։ Պատասխանը թերևս դեռ գրված չէ։